Նա ծնվեց, որպեսի դառնա իր ժողովրդի փառքը։ Նրա տաղանդով, նրա դերասանական արվեստով հիանում էր ոչ միայն հայ հանդիսատեսը, այլև ողջ աշխարհը։ Նա սովորել էր, որ պիտի գրավի դահլիճներ, նա պիտի կարողանար բոլոր լեզուներով խոսել մեծ արվեստի մասին եւ ներկայացնել այդ մեծ արվեստը։ Նա հայ դերասան, մեծ արտիստ Վահրամ Փափազյանն էր եւ հունիսի 5-ը իր հիշատակի օրն է։ Այսօր ես պիտի ձեզ ներկայացնեմ ոչ միայն կամ ոչ թե դերասան Փափազյանին, այլ առաջին հերթին ու նախ եւ առաջ գրող Վահրամ Փափազյանին։ Ստեփան Զորյանը կարդալով Փափազյանի գրությունները այնքան էր հիացել, որ նույնիսկ այդպիսի միտք արտահայտեց Զորյանը, որ գրողների միությունում անգամ խոսքը Հայաստանի գրողների միության մասին է, այսպիսի գեղեցիկ վսեմական ոճով գրող մենք հեղինակ չունենք եւ առաջարկեց, որ Վահրամ Փափազյանին ընտրեն Հայաստանի գրողների միության անդամ։ Այսօր ես ձեզ ներկայացնեմ մեկ դրվագ Վահրամ Փափազյանի սքանչելի գրչից։ Իսկապես այսպես գրող մենք հեղինակ չունենք։ Խորհուրդ եմ ձեզ տալիս կարդալ Վահրամ Փափազյանի երկերը, գիտեք որ տարբեր 5 հատորով տպագրված է հետադարձ հայացք նրա գրքերի շարքը, որ բացառիկ արժեք ունեցող հրատարակություն է։ Ես այսօր մեկ էջ պիտի ձեզ ներկայացնեմ իր էսսեն Սիամանթո։ Հետևեք, ինչպես կարելի է Հայաստանը բարձրացնել մեկ անձի օրինակով, ինչպես կարելի է հայ գրական ոճը այսպես հղկել ու փայլեցնել։ Հայերենը հնչում է իբրև ադամանտ Վահրամ Փափազյանի գրչի տակ։ Եվ այսպես Սիամանթո, թե հնարավոր լիներ մեր այս ներկա ժամանակներում ոգեկոչել մեր թվականությունից շատ առաջ ապրած եզեկիերին, կենթանացնել մեռյալներին, կրկնում եմ, եթե հնարավոր լիներ այսօր լսելի դարձնել անլուր ոչիրների դեմ ծառացող այս ահարկու փոթորիկը, այսօր մենք կտեսնեինք մեր աչքի առաջ Սիամանթոյին։ Սիամանթոյին, որի ձայնը խոսում է ու կխոսի այսօրվա հայի ականջին, ինչպես եւ իր ստեղծած ահարկու պատկերները, այն լեզվով, որ ինքը ստեղծեց, որ իրենը եղավ, որով խոսեց ինքը, որով ոչ ոք չխոսեց իրենից